Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին 6-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստին հանդես եկավ ուղերձով։ Սերժ Սարգսյանը խոսեց ամենատարբեր խնդիրների մասին, որոնց թվում սոցիալական և տնտեսական։ Սերժ Սարգսյանի խոսքով ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի։ Թեմայի, ինչպես նաև տարիներ շարունակ իշխող հանրապետականի կողմից հնչող տնտեսական խոստումների մասին զրուցելու ենք տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Եվ սկսենք թերևս Սերժ Սարգսյանի ազգային ժողովում ելույթից, ուղերձից, ես մի մեջբերում էլ անեմ նրա խոսքից, առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը։ 2000 թվականից ի վեր Հայաստանից արտագաղթել է 355,000 մարդ։ Այսօր աղքատության ցուցանիշը 30% է, գործազրկությունը 18,5, եթե չեմ սխալվում, տոկոս։ Այս պայմաններում դուք ինչքանով իրատեսական եք համարում, որպես տնտեսագետ, որպես քաղաքականության մեջ մարդ, Սերժ Սարգսյանի այս պահանջ ուղերձ խոստումը։ Բոլոր դեպքերում այն ինչ որ հնչեց հետաքրքիր էր այնքանը, որ վաղուց իշխող կուսակցությունը եւ նրանց ներկայացուցիչները նույնիսկ նախընտրական մի քանի քարոզչության մի քանի ընտրությունների ժամանակ թվեր չեն հրապարակում եւ դրա փոխարեն ես որպեսզի դրա պատասխանը նաեւ այդ մեկնաբանեմ ինչու է այդպես ասվել հիշեցնեմ թե ինչ է ասվել 2007 թվականից սկսած նույն Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության կողմից տեսեք 2007 թվականի կառավարության գործունեության ակնկալվող արդյունքներ 2007 թվականին կառավարությունը ծրագիր ներկայացրեց որով ընդունվեց եւ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ։ Համախառն ներքին արդյունքը տարեկան 8-ից 10% աճ։ Ներդրումների տարեկան 10% աճ։ Տարածքային տնտեսական անհամամասնությունների էական նվազում։ Ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10% աճ։ Կարող եմ սրանից հետո էլի շարունակել աղքատության էական հաղթահարում արդյունքում ապահովելով 11.2%-ից ցածր ընդհանուր աղքատություն, 1.6%-ից ցածր ծայրահեղ աղքատություն։ Կենսաթոշակների հետ կապված կա կրթության ոլորտի ծախսերը 3.5%, համախառն ներքի արդյունքի համեմատ առողջապահությանը 2.2%, նույն համախառն ներքին արդյունքի վերաբերյալ, սա 2007 թվական։ Ուրեմն 2008 թվականին այս թվերը կրկնվում են, երբ որ նոր կառավարություն մարտի դեպքերից հետո նոր երկրի ղեկավարի պաշտոն զբաղեցնող մարդ, նոր կառավարություն նույն կրկնվում է։ Հետո սրանից հետո գալիս է 2012 թվական, ուրեմն այնտեղ ախորժակները պակասում է, այստեղ եթե 8-10% էր, այնտեղ գալիս էր 5.5-ից 7%։ Հետո գալիս է 13 թվական ու վերջ 5.5%, արևս դրանից հետո թվեր չեն լինում, հետո գալիս է 13 թվական, նորից նոր կառավարություն Տիգրան Սարգսյան, 14 թվական Հովիկ Աբրահամյան կառավարություն, ուրեմն թվերը այս թվերի մասին այլևս չի խոսում, բայց համախառն ներքին արդյունքի մասին կրկնվում է որ 5% աճ, տեսեք 8-10%-ից եկանք հասանք 5%, բայց այն խնդիրները որ դրված էր աղքատության վերաբերյալ, գործազրկության վերաբերյալ, ներդրումների մասին, կենսաթոշակայի նվազագույն աշխատավարձ եւ այլնի մասին մնացին որպես այդպես երազանք, որ պետք է իրականություն դառնար։ Եվ հիմա, ասենք դուք կամ որևէ այլ վերլուծաբան կամ որևէ լրատվության միջոց չի ուզում հարցնել մեզ չէ իշխանության ներկայացուցիչներին լավ դուք այս բանը որ խոսք տվեցիք ինչ եղավ արդյունքում ոչ մեկ այդ պատասխան չեք տալիս ուղղակի թվերեր ասեցիք այդ թվերի արդյունքում ոչինչ չփոխվեց ընդհակառակը մեր մոտ փաստորեն համախառն ներքին արդյունքի աճը գնալով նվազեց մի տարի 8-ից մինչև 17 թվականի ընթացքում ռեկորդ էր 12 թվականը, երբ որ Տիգրան Սարգսյանը կարողացավ հաջողությամբ նկարչությամբ ստանալ 7.2%, բայց հետագայում խնդիրները այնքան մեծացան, որ անցյալ տարի 0% էր։ Ձեր թվարկած նաև խնդիրը ժողովրդագրական առումով շատ ավելի մեծ թիվ եք ասում 355,000, թող այդպես լինի, բայց 2000 պաշտոնական թվերի, ես միայն պաշտոնական թվերի հետ եմ խոսում։ Ես երբևիցե ինքս իմ կողմից թվեր չեմ հնարում, ինչպես շատ դեպքերում անում են իշխանության ներկայացուցիչները, պաշտոնական թվերի հետ եմ առաջում եւ ներկայացնում ձեզ 8 թվականից սկսած 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17։
Միայն այդ տարիների ընթացքում 400,000 մարդ։ Ամեն տարի 47, 17 թվականը դեռևս չկա 360,000 հաշվի։ 20 տարվա մեջ հնարավոր է 4 միլիոն։ Հիմա եթե աշխատանք չունեն մարդիկ արտագաղթում։ Կոնկրետ ոչ միայն այդ թվին, այլ ընդհանրապես տնտեսական ելույթի, տնտեսական բովանդակության, ես հասկանում եմ, ես պատահական չէ, որ ես ձեզ ներկայացրեցի 2007 թվականից հետո բոլոր հրապարակային ելույթները։ Պատասխանատվություն չկա։ Եվ առավելևս, երբ որ խոսում ենք 2040 թվականի մասին, այդտեղ արդեն տնտեսագիտություն չկա։ Այդտեղ ավելի շատ քաղաքականություն կա։ Եվ այդ դեպքում մենակ ես չէի ցանկանում այդ թվերը մեկնաբանեի, բարձ ասեմ դες, որտեղ դրանք իմաստ չունի ուղղակի մեկնաբանել։ Քաղաքական շարժառիթը ինձ համար շատ լավ հասկանալի է։ Բայց տնտեսական հիմնավորում տալ այդ քաղաքական շարժառիթին այս ձևով իհարկե ընդունելի չէ։ Եվ երբ որ խոսում է հատկապես ժողովրդագրական վիճակի փոփոխության մասին, նույնիսկ իրենց ծրագրերից մեկում կար, որ ծնելիության գործակիցը պետք է հասցնե 1.8-ի կամ 12 թվականի Տիգրան Սարգսյանի ծրագրում էր կամ 13։ Իմ մոտ կա, եթե կարիք կա, կարող եք ուղղակի ցուցադրել կամ ուղղակի այդտեղից մեջբերում անել։ Հիմա 1.15 կամ 1.20 է։ Դա ինչ է նշանակում։ Ընդհանրապես այդ գործակիցը պետք է լինի 2.2, եթե բնական վերարտադրություն ապահովի։ Այսինքն մի ընտանիքում պետք է 2 երեխայից ավել լինեն։ 2 երեխան դեռևս բնական սովորական վերարտադրություն չի ապահովում, պարզ վերարտադրություն։ Հիմա մեր մոտ ոչ թե 2.2 է, ոչ թե 2 է, ոչ թե 1.5, այլ 1.15-20, այսինքն նշանակում է մենք այդ բնական վերարտադրությունը չենք կարողանում ապահովել, բացի դա մեր մոտ ուղղակի այն մարդկանց, ովքեր որ պետք է ապահովեն եւ կանայք հատկապես չկան։ Այսինքն դա անդառնալի process է։ Եվ ծերացող պետություն ենք։ Դա մյուս խնդիրն է, որը իհարկե կա, մենք հիմա ըստ էության ինչ որ ձևով աճ ունենք կամ կարողանում ենք դեմոգրաֆիական որոշակի ծանր վիճակը հաղթահարել միայն դրա հաշվին։ Բայց երբ որ այդ սերունդներ, որ արդեն ըստ էության տարի քառած մարդիկ են եւ իրենց ապրելու տարիներն ավելի քիչ են, քան այն սերունդի, որը որ գալիս է, այս սերունդը շատ ավելի քիչ է։ Հիմա տեսեք ինչ է։ Համեմատաբար որ վերցնում եք 60-ից ավելի բարձրներ եւ մինչեւ ասեն 20 տարեկան նրանք ավելի շատ են։ Տեսակարար կարող է բացարձակ թվերով մինչև 20 ավելի շատ լինեն, բայց ըստ էության արդեն աճի տեմպերով դրանք զիջում են եւ կարծես մոտենում են իրար։ Այսինքն մենք պոտենցիալ բնական աճ ապահովելու հնարավորություն չունենք։ Երկրորդը պետք է ուղղակի ներգաղթ ապահովենք։ Հիմա մենք ի վիճակի ենք, հա, որովհետեւ խորհրդային տարիներին, երբ որ վիճակագրությունն եք նայում 1920 թվականից, երբ որ 880,000 մարդ կար այս տարածքում, այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում, նույնիսկ այդ ժամանակ բնական աճը չէր կարող խթանել, որպեսզի մենք կարողանանք էականորեն ավելացնել մեր ազգաբնակչությունը եւ հատկապես պատերազմից հետո, երբ որ մենք զգալի կորուստներ ունեցանք, գիտեք, մոտ 330,000 մարդ են ասում կամ 440,000 մեկը Հայաստանից գնացած մեր պատերազմի մասնակիցների, մեկը ընդհանրապես խորհրդային միությունից գնացած հայեր որպես, հիմա 330,000 եթե ունենք, դա ըստ էության լուրջ խնդրեմ էր առաջացրել հետագայում, նաեւ մինչեւ 80-ականներին դա մենք զգում էինք խորհրդային տարիներին, իսավ հիշում եմ, երբ որ ուսանողներին արդեն սկսեցին բանակ տանել առանց ավարտելու, արդեն այդ ժամանակ եկել էր այդ մահացածների երկրորդ սերունդը։ 46 թվականին խորհրդային միությունը կազմակերպեց ներգաղթ հայտնի։ Դրա ոչ եւ իհարկե նպատակ ուներ ուղղակի ցույց տալու սոցիալիզմի առավելությունները, բայց Հայաստանի իշխանությունների կողմից նաեւ հասկացում էր, որ զուտ բնական այսինքն ժողովրդագրական խնդիր լուծելու ձևերից մեկը դա է։ Հիմա 2017-ին մենք ռեսուրս ունենք։ Մեր այսօրվա ազգաբնակչության մեծ մասը հիմա գտնվում է Ռուսաստանում, հատկապես Ռուսաստանի հարավային։ Չէ, այդ ռեսուրսը այստեղ բերելու ինչ միջոց։ Ուրիշ է։ Մենք ռեսուրս ունենք, մենք ունենք մարդիկ, որոնք վերջին 20 տարիներին կամ վերջի 15 տարիներին կամ վերջի 10 տարիներին ինչ-ինչ պատճառներից ելնելով եւ հիմնականում ոչ այնքան սոցիալ-տնտեսական, այլ շատ ավելի բարոյահոգեբանական, քաղաքական, նույնիսկ կարող է ասել դրդապատճառներից ելնելով են գնացել եւ շատերը հատկապես ովքեր Եվրոպայի են գնացել, այնտեղ տարբեր ինչ որ ճանապարհներով են կարողացել հասնել Եվրոպա եւ տեղավորվել եւ այնտեղ հիմա քաղաքացիություն ստացել կամ ապրելու իրավունք այդ մարդիկ չեն գա։ Հույսը միայն այն մարդիկ են երևի ովքեր որ Ռուսաստանում են, բայց մենք պետք է կարողանանք Հայաստանի առավելությունները ցույց տանք եւ Հայաստանում այդ մարդիկ պետք է կարողանան գալ ապրել գոնե այնքան նույն մակարդակի ինչ որ Ռուսաստանում։ Այսօր հնարավոր է դա ոչ, միանշանակ ոչ։ Եվ երրորդ հանգամանքը կա, որի մասին չեն ուզում բացահայտ խոսել, բայց բոլոր ընտանիքների խոսակցության գլխավոր թեման է։ Ղարաբաղյան խնդիր,
երիտասարդ տղաներին բանակ տանելու հանգամանք, չկլուծված հակամարտություն, որը պատճառ է դառնում, որ շատ ընտանիքներ հենց արտագաղթում են, որից չես կարող որևէ մեկին մեղադրել եւ պետք է չմեղադրել, ուղղակի պետք է այդ հարցը լուծել։ Այսինքն չլուծված հակամարտությունը եթե կա, այն հարցադրումները, որ կատարվել է այդ ելույթում, դրանք անիրականալի են։ Դրանք կլինի 5 տարի հետո, թե 10, թե 25 տարի հետո, դրանք իրականալի չեն դառնա։ Այդ հարցը կլուծվում է այն դեպքում, երբ որ այդ հակամարտությունը կլուծվի, երբ որ խաղաղություն կլինի, երբ որ մենք կարողանանք մեր հարևանների հետ իսկապես բարեդրացական հարաբերություններ ունենալ։ Մնացած բոլոր վերլուծությունները կամ նման կանխատեսումները իրականություն չեն դառնա, որպես ապացույց ես նորից կարող եմ ձեզ թվարկել ավելի թվեր։ Դուք բավական հետաքրքիր էքսկուրս արեցիք այդպես տարիներով եւ թվերով եւ ընդհանրապես հանրապետական կուսակցությունը տնտեսական իր խոստումների երբ որ տալիս էր ոչ միայն այս խորհրդարանական ընտրություններին, նախորդ ընտրությունների ժամանակ գործարար միջավայրի բարելավման ապահովում, արտահանման խթանում, զբոսաշրջության աճ, սակայն պաշտոնական թվերը դուք ինքներդ էլ մի քիչ ներկայացրեցիք նոր, ճիշտ հակառակի մասին են խոսում, որ մենք գնում ենք հակառակ ուղղությամբ։ Ավելին, մեր երկրում արտաքին պարտքը միայն այս վերջին տարիներին 5 միլիարդից ավելի է, 6 միլիարդ է եկել։ Պետական պարտքը 6 միլիարդ, որից արտաքինը 4.8։ Ահա։ Տեսեք, այսպես շարունակվելու դեպքում, հատկապես դուք ինքներդ էլ որ թվարկեցիք այդ խնդիրները, ինչի կհասնենք մենք։ Հրանտ Բագրատյանը ժամանակին ասում էր, որ հեռու չէ տնտեսական կոլապսի ժամանակը։ Մենք դրա մեջ ենք ես, այդպես եմ գնահատում, որովհետև տեսեք 1.5 միլիարդ էր պետական պարտքը 2007 թվականին, հիմա 6 միլիարդից անցել է։ 6 ամբողջ չգիտեմ ինչքան եւ նախատեսվում է մինչեւ 6.2 միլիարդ։ Եվ մենք այդ ռեսուրսը որ ունեինք, որ 2007-ին, որ կարող էինք օգտագործել եւ դա ի նպաստ տնտեսական աճի կամ զարգացման օգտագործել, մենք ընդհանրապես կարողացանք դրանով տեսեք 3 անգամ կամ արդեն 4 անգամ նույնիսկ պետական պարտքը աճել է, բայց երբ որ հաշվում եք տոկոսային հարաբերությամբ համախառն ներքին արդյունքը, նախ մի հանգամանք բացարձակ արժեքով դոլարային չի աճել, ընդհակառակը մենք 2008 թվականին ունեցել ենք 11.6 միլիարդ դոլարի համախառն ներքին արդյունք, անցյալ տարի մենք ունենք 10.5 միլիարդ։ Այսինքն մենք դեռևս 2008 թիվը որպես երազանք պետք է նկատի ունենալ։ Նույնը վերաբերում է մեկ շնչի ընկնող համախառն ներքին արդյունքին, որովհետև խոստանում են 2040 թվականին 55-ից 60 միլիարդ համախառն ներքին արդյունք դոլարային արտահայտությամբ եւ 15 միլիարդ մեկ շնչի ընկնող համախառն ներքին արդյունք։ Բայց 2008-ից 2017 թվականին, այսինքն 10 տարիների ընթացքում համախառն ներքին արդյունքի անվանական աճը դրամով եղել է 28% կամ 29%։ Տեսեք, այսինքն մենք ըստ էության պետական պարտքի հաշվին դա տեղի ունեցել է պետական պարտքը մենք մեծացնում ենք 3-4 անգամ, բայց դրա adekvat ես չեմ ասում 4 անգամ պետք է տնտեսությունը աճել, բայց դա էլ adekvat չէ, որ դուք ընդամենը 30%-ի մոտ եք աճեցնում համախառն ներքին արդյունքը։ Այսինքն նշանակում է կարելի է ենթադրել, որ այդ պետական պարտքը վերցրած միջոցները չեն օգտագործվել նպատակային, որովհետեւ դրա ապացույց, երբ որ նայում եք խոստումներին, կա 2018 թվականին սկսել ատոմակայան, կա ժամանակին, որը 2018 կամ 19 թիվներ ավարտել հարավհյուսիս այդ հայտնի արդեն պատճանապարհը, այս ծրագրի մեջ այդ ամենը կա։ Այսինքն եթե դուք փորձում եք գնահատական տալ ելույթին, տնտեսական մասով, իսկ գտնում եմ, որ ճիշտ կլինի, որ նախկին ելույթներն են նայել, նախկին ծրագրերն են նայել եւ համոզվեք, որ իշխանությունը ոչ թե ծրագրերով է առաջնորդվում, այլ որ այսօրվա խնդիրների լուծմամբ է զբաղված։ Պետք է, ասենք, պետական բյուջեում ծախսեր կար, որոնք պետք է կրճատեն, բայց չեն ուզում կրճատեն, որտեղ նախընտրական տարի էր, պետք էր, որ ավելացնեն պետական բյուջեի դեֆիցիտը, դարձեցինք 5.2%, երբ որ 3%-ից ավել չէր, եւ պետական պարտքը մենք մեծացրեցինք։ Եվ ոչ ոք սրա մասին պատասխանատվություն չի կրում, ոչ ոք ոչինչ չի ասում, որ գիտեք ինչ կա, օրենք կա պետական բյուջեի մասին, պետական բյուջեի մասին օրենքը խախտվել է։ Կամ պատասխանատուներ։ Դա կառավարությունն է, ավելի կոնկրետ կա ֆինանսների նախ։ Նման դեպքում ինչ պետք է արվի, երբ որ Նման դեպքում գոնե մինիմում հրաժարական, մինիմում, որովհետև ինչ էր ասում նորից այս ծրագրերի մեջ, եթե նորից ելույթներում նայում եք, այն կառավարությունն, այն վարչապետը, որ չապահովի 7-ից եւ ավելի տոկոս աճ, դա պետք է հրաժարական տա։ Չեմ կարծում, որևէ մոտիվացիա եղել է Տիգրան Սարգսյանի կամ Հովիկ Աբրամյանի հրաժարականի դեպքում նրան աշխատանքի ազատել չի եղել
ասենք ծրագրային պարտականություններ կամ ծրագրերի չկատարելու համար ընդհանրապես ինչ որ ինտրիգների արդյունքում մեկի փոխարեն մեկն է նշանակվել, բայց ոչինչ չի փոխվել, հակառակը վիճակը վատացել է։ Եվ ավելին ասեմ ձեզ, ես համոզված եմ, որ շարունակվելու է այսպես, որովհետև ամենակարևոր խնդիրը այն, որ դուք ասում եք գործարար միջավայր իրավացում եւ այլն, թղթի վրա դավացել է։ Գոյություն ունի շատ մի հատ այսպես ընդհանրական գործակից doing business համաշխարհային բանկի կողմից հրապարակում, որտեղ Հայաստանը վերջին տարիներին առաջընթաց ունի։ Հիմա 35-րդ տեղն է, ցանկանում են գա 18-րդ տեղը, հետո կարող է 9, երկրորդը, երրորդը կարևոր չի։ Կարևորն այն է, որ մեր մոտ օրենքը չի գործում։ Այդ doing business-ի ցուցանիշների պահպանավորված է միայն օրենսդրական դաշտ գոյություն կամ կանոնակարգվածություն ինչքանով, այսինքն կա կառավարության որոշում, կարող որևէ գերատեսչության որոշում կա օրենք կա, շատ լավ է, այս օրենքի շրջանակներում մենք մի օրվա մեջ կարող ենք մեր գրանցվել որպես համապատասխան փաստաթղթեր ստանալ բիզնեսով զբաղվելու համար, բայց հետո դες զբաղվեք, ասեն գնացեք շաքար ներկրեք, գնացեք նարիժ ներկրեք, կամ գնացեք որևէ մի արտադրություն, հիմնեք կամ մասնակցեք որևիցե մի մրցույթի եւ փորձեք այնտեղ հաղթել պետական պատվեր, չկա։ Այսինքն թղթի վրա մեր գործարարությունը լավացել է, բայց իրական պատկերը չի փոխվել։ Եվ ընդհանուր եզրակացությունը հետեւյալն է, որ մենք ունենք համակարգային մեծ խնդիր, եւ այդ համակարգային խնդիրը չի լուծվում։ Համակարգային խնդիր, որ այս համակարգը հիմնված է կոռուպցիայի վրա, կառուցված է այդ գաղափարախոսությամբ։ Եթե կոռուպցիա կա, եթե կա հովանավորչություն, եթե չկա օրենքի գերակայություն, օրենքի տարբեր ընտրովի կիրառում, այսպես են նաև հիմա մեկնաբանում, պլյուս դրան ամենակարևորը կա քաղաքական մենաշնորհ, որը նաև հետևանք բերում է տնտեսական մենաշնորհի, այդ դեպքում զարգացում չի լինի, հավատացեք ինձ։ Թվում է, թե այստեղ արդեն անիմաստ է դառնում մնացած հարցերի շուրջ խոսելը, բայց համենայն դեպս եկեք շարունակենք։ Անցած շաբաթ, երբ որ ազգային ժողովում հանձնաժողովների նախագահների ընտրություն էր, տնտեսական հանձնաժողովի նախագահի թեկնածու այդ պահին դեռ Խոսրով Հարությունյանը, երբ որ իր ծրագիրն էր ներկայացնում, ասաց, որ իրենց նպատակը լինելու առաջիկա 5 տարիների ընթացքում քաղաքացու տնօրինվող եկամուտների ավելացումը։ Եթե հաշվի ենք առնում ձեր թվարկածը եւ այս խոստումը եւս կպցում ենք նորից այդ ամեն ինչին։ Իսկ մինչեւ հիմա ինչ էին անում։ Մինչեւ այդ ինչա քաղաքացու տնօրինվող եկամուտների ավելացման մասին չէ՞, բոլոր ծրագրերը այդպես է։ Ուղղակի կներեք, բայց դա տնտեսագիտորեն տավտալոգիա։ Բայց համայն դեպս նույն երկդաշինքից էլ հակադարձեցին Խոսրով Հարությունյանին, Արամ Սարգսյանը մասնավորապես շատ կասկածի տակ դրեց այդ ծրագրի իրականացումը, ասելով, որ չի կարծում, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը կկարողանա այդ ճանապարհը անցնել։ Համեմատականներ տանելով Վրաստանի հետ, որը փաստորեն արդեն ստորագրել էր ասոցիացիան համաձայնագիրը եւ Եվրոպայի արչեւ դռները լրիվ բաց է, այսպիսի մի թվաբանական պատկեր ներկայացվեց, որ միայն ներդրումների պահով 1 միլիարդ 645 միլիոն ներդրում Վրաստանում է կատարվել 1 տարվա ընթացքում, Հայաստանը 170 միլիոն ընդամենը։ Մենք հիշում ենք, երբ որ վարչապետ Կարեն Կարապետյանը եկավ ազգային ժողով ներկայացրեց իր ծրագիրը, առաջի գնահատականը, երբ որ տրվեց ծանր տնտեսական վիճակի մասին։ Հետո ես հիշում եմ նաև, որ շատ մեծ խոստումներ կային ներդրումների մասին, բայց ուր են այդ ներդրումները։ Արդյոք պատճառը միայն Արամ Սարգսյանի նշած Եվրասիական տնտեսական միության մեջ լինելն է, թե։ Ես սկիզբը գամ, որովհետև իրականում այդտեղ Արամի կողմից էլ ինչ որ ներկայացումը որևէ էական նշանակություն չունի։ Եվրասիական տնտեսական միությունը այդտեղ խանգարող հանգամանք չի։ Ես հասկանում եմ ենթատեքստը ինչ է, որի վերջո Եվրասիական տնտեսական միության մեջ մտնող երկրները դրանք ազատական կամ ժողովրդավարական գաղափարախոսություն կրող կամ դավանող երկրներ չեն, բայց իրականում դա չի պատճառը։ Իրականում դա հայաստանյան, որսապես իրականության հետ պետք է մենք իրականությունից ելնելով վերլուծություն կատարեն կամ եզրահանգում, այն խնդիրը, որ դրված է, որ եկամուտները պետք է մեծացնել, նորից եմ կրկնում, դա ցանկացած ծրագիր վերցնեք, այդ խնդիրը կա, բայց խնդիրը նաև է, թե դուք ոնց եք պատկերացնում դա անել։ Եվ ում եք հասկանում այդ եկամուտները ավելացնելը։ Շատ մի խումբ մարդ կա, որոնց եկամուտները ավելացել են, թվում նաև այդ հարցադրում անողը մարդու։ Իրեն եկամուտները, որ եթե վերցնեք, հայտարարագրի հաստատ կհամոզվեք։ Խոսքը գնում է նրա մասին ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում մի խնդիր կա, տնտեսագիտորեն այդ խնդիրը պետք է կարողանալ լուծել, այսինքն եկամուտների բաշխման եւ վերաբաշխման գործող համակարգը պետք է փոխվի։ Այսինքն պետք է մարդկանց հնարավորություն, մարդկանց այն թիվը, որոնք այսօր
տիրապետում են կամ ի վերջո ստանում են եկամուտների բաշխումից հասարակական արդյունքի ավելի շուտ բաշխումից տնօրինում են եկամուտները, դրանք քիչ տոկոսն են։ Ավելի քիչ տոկոս ավելի շատ եկամուտների է տնօրինում, ավելի մեծ տոկոս ավելի քիչ։ Մենք պետք է կարողանանք սա փոխենք։ Աշխարհում հակառակ պատկերն է։ Բոլոր ժողովրդավարական երկրներում հիմնականում մարդկանց եկամուտների աղբյուրը հիմնականում հանդիսանում է աշխատավարձը։ Մեր մոտ հակառակը, որովհետև մեր մոտ այդպիսի խնդիր դրված չէ։ Հիմա եթե նույնիսկ այդպիսի հարց իմ ասածը որ դրվի, դա նշանակում է այս համակարգը պետքա քանդվի։ Եվրասիական տնտեսական միության հետ այս մասով կապելը տեղին չի։ Ինչ վերաբերում է ներդրումներին, գիտեք ինչ կա, էլի տարական ուղղակի տնտեսագիտական ձևակերպումներ կան, եւ պետքա դրանք չմոռանալ։ Միայն անձնական ցանկությամբ կամ որևէ մեկ անհատի ցանկությամբ ներդրումներ չեն լինում, եթե այդ անհատը ինքը երկրում ինստիտուտներին վրա չի հենվում, այլ ինքը իր անձնական կապերն է օգտագործում։ Այսինքն, եթե ես գալիս եմ ներդրում անելու, որովհետև վարչապետը այս մարդն է, երկրի ղեկավարը այս մարդն է, այդ ինստիտուտը չի աշխատում նշանակում։ Այսինքն, սա անձնավորված է։ Անձնավորվածի դեպքում մենք լինում է այն ինչ որ կա։ Մարդը այսօր կա գալիս է, վաղը գալիս է, հաստատվում է գնում է, բայց այսինքն ցավոք սրտի Հայաստանը այսօր չունի այն պայմանները, որ գրավի ներդրում անողին։ Չի կարող ունենալ, որովհետև այսպեսի խնդիր դրված չի։ Եթե լիներ, ուրեմն պետք է նորմալ ընտրություն լինի, եթե դրվեր, ուրեմն պետք է հավասար պայմաններ լինեն գործարարությամբ զբաղվելու համար։ Ես դες ասեմ, այնպես չի, որ մեր այսօրվա կայացած գործարարներն իրենց sense շատ մեծ գիտակներ են եղել եւ առավելություններ ունեն իրենց գիտելիքների առումով, դրա համար են դարձել այսպիսի գործարաններ մեծահարուստներ, ոչ։ Շատ ավելի խելոքներ, շատ ավելի պատրաստվածներ, շատ ավելի մրցունակ գործարարներ ուղղակի երկրից գնացել են, որովհետեւ նրանք չեն օգտվել այն արտոնություններից, որ օգտվում են։ Այն մարդիկ, ովքեր որ ընտրությունների ժամանակ ծառայություններ են մատուցում, ընտրական կաշառքներ են բաժանում եւ համապատասխան կուսակցությանն են հովանավորում, դրանց հետո վերադարձնում են։ Տեսեք, ամենահասարակ բանը ձեզ ասեմ, վերջին 2 ամսվա ընթացքում գների թանկացում է վերցել։ Որևէ հիմնավորում չկա։ Այն ինչ որ նույնիսկ հակասություն կա կառավարության, ԱՎԾ-ի եւ կենտրոնական բանկի մեկնաբանությունների մեջ, որովհետեւ իրականում որևէ հիմք չկա։ Այսինքն համաշխարհային շուկայում էական փոփոխություն տեղի չի ունեցել, մեր մոտ արժույթի կտրուկ փոփոխություն տեղի չի։ Այս մոտեցումներից հետո միշտ թանկացում է Չէ, բայց խնդիրը հենց դրանում է։ Եվ դրա հաջորդ մեկնաբանություններ կա, տեսեք։ Երբ որ ասում են տնտեսական ակտիվություն եւ այլն, պապտիրիներ։ Ի վերջո մարդիկ իրենց գրպաններից փողեր են հանել 100 միլիոն կամ 150 միլիոն լրացուցիչ։ Դա պետք է, բայց հիմա արդեն կգզգանք խնդիրներ։ Ես ինչ եմ ուզում ասել, որ քանի դեռ այս գաղափարը, այսինքն մոտեցումը չի փոխվել երկրի կառավարման, որտեղ որ անձը չի որոշողը, այլ ինստիտուտը պետք է աշխատի։ Քանի դեռ ընտրական ինստիտուտը չի աշխատում, մրցակցության ինստիտուտը չի աշխատում, իրավական ինստիտուտը, այսպիսի կարճ ձևակերպումներ տամ։ Նույն ժողովրդավարական ինստիտուտները չեն աշխատում, մեր մոտ զարգացում չի կարող լինել։ Ամենակարևոր հանգամանքը սոցիալիզմի եւ կապիտալիզմի տարբերությունը կայանում էր մրցակցության մեջ։ Միտեղ չկար մրցակցություն սոցիալիստական համակարգում սոցիալիզմի ժամանակ, կապիտալիզմի ժամանակ կա։ Ամենամեծ առավելությունը դա է, բայց մրցակցության դեպքում է նշանակում է հավասար իրավական դաշտ։ Այսինքն դուք օրենքի առաջ բոլորդ հավասար եք։ Ձեզ բոլորդ ազատություն հավասար օգտվելու իրավունք ունեք ազատության այդ ընդունված նորմերից, բայց եթե դա խաթարվում է, այլևս սա կապիտալիզմ չի, սա ավելի վատ է, քան սոցիալիզմը։ Եվ սա եթե չենք հանկալում, եթե սա չենք ընդունում, այդ ծրագիրը որ գրվում է, ամեն անգամ մենք կարող ենք 2 տարի հետո կամ մի տարի հետո կարդալ, հիմա նույն գործող կառավարության այդ ծրագրի, որ դուք ասում եք, ոչ մի բան չի փոխվել ըստ էության։ Ես ձեզ ասեմ, այն ներդրումները, որ կատարվել են, դա պայմանավորված չէ այսօրվա գործող կառավարությունով։ Դրանք եղել են նախկինում պայմանավորվածություններ, ասենք Ամուլսարի այս նախատեսվող ներդրումները, դրանք 2-3-4 տարվա ծրագրեր են, որոնք արդեն իրականացվում են, եւ բոլոր ծրագրերը։ Այն ինչ որ կապված այս կառավարության հետ, դեռևս ես ինքս չեմ տեսել կամ չեն ներկայացրել մեզ, ուղղակի ցանկություններ են հայտնել, այսինչ մարզում թեթևարդյունաբերության ինչ որ ձեռնարկություն։ Բայց ոչ մի այսպես հիմնարար չի կարող լինի։ Հասկանում եք, այդ ամեն ինչը հնարավոր չի։ Կարելի է, իհարկե, կարող են մարդկանց ներկայանալու համար, մարդկանց
թյուրիմացության մեջ գցելու համար։ Այ, այստեղ մի էլի խոստում կար, ես կուզեի առանձնացրել էի դա, կուզեի դրան էլ անպայման ուշադրություն դարձնենք, գյուղերում առաջընթաց ապահովելու համար կուսակցությունը հանրապետական նախատեսում է 2018-ից 20 թվականներին բարձրացնել գյուղատնտեսական հողատարածքների նպատակային օգտագործումը, նույն ժամանակում տարեկան մինչև 100 հեկտար նոր պտղատու այգիներ հիմնելու համար նախապայմաններ ստեղծել։ Ես չշարունակեմ կարդալ, ընդհանրապես հիշեցնեմ, որ անցած տարի, թե նախանցած տարի էր խաղողագործները մոտ 1.5 տարի պահանջում էին, որպեսզի ստանային մթերված խաղողի գումարը, եւ շատերը քանդեցին այդ մրգատու իրենց այգիները, շատերը հիմա վարկերի տակ են, իսկ հիմա այստեղ այո այդ կետը չընթերցեցի, նաեւ վարկերի մատչելիության մասին խոսում էր։ Ես վախենում եմ արդյոք այդ նախադասությունները, որ կարդացիք, վախենում եմ։ Ասեմ ես, ընդհանրապես պետությունից վախենում եմ, այն առումով, որ պետությունը փորձում է ինքը խառնվել իրեն հետ իր պարտականությունների չկատարում, չի կատարում։ Գյուղացին կհավատա, Չխնդիրը գիտեք ինչ է, եթե սա նույնիսկ ավելի վատական ԽՄԿԿ-ի դիրեկտիվները, որոնք ժամանակին իջեցվում էին, ասենք 20-ական թվականներից սկսած, որ ասենք սեքսով զբաղվելու ժամանակն էր որոշում, կամ հիմա Ուգո Չավեսը լողանալու ժամանակն է որոշում, շատ նման այդ տիպի բաներ են։ Ինչ գործ ունեք գյուղացիների հետ խառնում եք, գյուղացիներին հանգիստ թողեք, շատ ընդունված ձև կա, աշխարհում օրինակներ կան, թե գյուղատնտեսության պետությունը ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերում գյուղատնտեսության նկատմամբ։ Ընդհանրապես գյուղացին պետք է համոզված լինի, որ իր արտադրանքը սպառվելու է, եթե դուք որպես պետություն այդ հնարավորություն ունեք գնումների միջոցով դա արեք կամ այնպիսի արտաքին քաղաքականություն վարեք, որ գյուղացին հանգիստ կարողանա ինքը իր արտադրանքը իր ցանկության վաճառել դրսում կամ երկրի ներսում դրանք իրացնել, բայց նման խնդիրներ դնել 100 հեկտար պտղատու, բայց որտեղից են անելու։ Ես ձեզ ասեմ, չէ, գիտեք ինչ կա, այդ ամենը կարող է որպես ցանկություն չէ, բայց բյուջեում այդպիսի ոչ մի հոդված չկա։ Այդ կուսակցության ցանկությունները ես չգիտեմ ինչպես արտահայտվելու այստեղ։ Ամենայն դեպս 2017 թվականի բյուջեում այդպիսի բան չկա։ Դրա փոխարեն ավելի լավ կներ, որ իրանք այն խոսք են տվել, օրինակ գիտության գումարները ավելացնեն։ Թիվ ասեմ, ես նայում եմ ու զարմացա։ 14.4 միլիարդ ընդամենը տրված գիտության զարգացման համար։ Համախառն ներքին արդյունքի 0.25% է։ Դուք ուզում եք մենք գիտության ունենանք, գիտություն։ Այսօր դպրոցները հիմա ավելի բա տեսեք, հիմա նույն կրթական այդ խնդրին, որ ամենացավոտ հարցն է դառնալու բոլորիս համար, դրա փոխարեն որ սա գրում էին, ավելի լավ կներ, որ զբաղվեին այդ գյուղերում, այդ դպրոցների բարեկարգմամբ, այնպես պայմանավորման արդյունքում կփակվեն։ Հաջորդն ասեմ ես, մի հատ այսպեսի մոտ շատ տպավորվեց կառավարության նիստի ժամանակ, էլի հանրահարություն տրվեց, որ ուսումնասիրել գյուղական վայրերի դպրոցների մարզադպրոցների, մարզադահլիճների վիճակը եւ զեկուցել։ Անմխիթար վիճակում են։ Ես խորհուրդ կտամ իրենց գնամ այդ Երևանի մարզադահլիճների վիճակը։ Այս ընտրությունների ժամանակ շատ ընտրական տեղամասեր, հենց այդ մարզադահլիճ, այդտեղ ես կարող եմ հիշեմ 30-40 տարի առաջ մեր դպրոցում ավելի լավ էր վիճակը, քան հիմա կամ նույնն է։ Նույն փոշին, նույն գործիքները, այսինքն գիտեք ինչ կա, այնքան որ խոսում են։ Թվում է որ դա ասեն, ասենք մարզադպրոցներով զբաղվելը դա շատ կարևոր է, ինչ որ մեկը երևի ասել է, գիտեք ինչ կա, դրա մասին խոսեք, մարզաշխարհի ներկայացուցիչները այդ ձեզ ձայն կտան։ Հիմա այս մարդկանց ասում են դրա մասին խոսեք, գյուղացիները ձեզ կհավատան։ Գյուղացիները ձեզ չեն հավատա։ Ձեր ասածը շատ ճիշտ տեղին էր։ Մինչև հիմա մարդիկ չեն կարողանում իրենց պարտքը ստանալ։ Հետո ուրիշ բան կա։ Այդ թվանկարչության արդյունքում, այ որ թող չզբաղվեն դրանով, ռեալ պատկեր տան, որ մենք էլ իմանանք ինչքան խաղող է արտադրվել, ինչքան ծիրան է արտադրվել, ինչքան պանիր են արտադրել, ինչքան խրձոր այս տարին ենք բերքը, կարտոֆիլը, որովհետեւ մենք այդ նույն գյուղացին ինքը կարողանա հասկանալ, այսինքն դրանից ելնելով ինքը իր ծրագրերը մշակի, բայց քանի որ թվերը նկարվում են, ու այդ արդյունքում Հայաստանը կարող է հիմա ասենք մեկ շնչին ընկնող կաթե արտադրությամբ գա Ամերիկայի Միացյալ Նահանգներին ծանցնի։ Այդ չեմ հաշվում, որ ասենք որ մենք 32,000 տոննա խաղող ենք այս տարի արտահանել 16 թվականին, երբ որ նախորդ տարիներին մոտ 20 անգամ կամ 15 անգամ ավելի քիչ։ Դրանով մի զբաղվեք ձեր գործերով եւ պետությունը նրա համար չի, որ ամեն ինչով զբաղվի։ Պետությունը նրա համար է, որ հիմնական պարտականությունը կատարի։ Իմ անվտանգությունն ապահովի, բիզնեսի անվտանգությունն ապահովի, երկրի անվտանգությունն ապահովի, բիզնես պայմաններ ստեղծի, ապահովի, որ իրենք հավասար կիրառվի եւ չթողի, որ մրցակցությունը խաթարվի։ Ներդրումներ անողը ինքը կգա։ Այն որ դուք Վրաստանում ասում եք, դա նրանից չի, որ Վրաստանի
կառավարությունը ցենց ընկած է բոլորի հետևում։ Ընդհակառակը մարդիկ գալիս են, հա, ինքը ներկայանում է, իհարկե, ես չեմ ասում, որ միջազգային տարբեր միջոցառումներին չի ներկայանում Վրաստանը, բայց մարդիկ երբ որ գալիս են, համոզվում են, որ այդ ներկայացումն ու իրականությունը համապատասխանում են։ Եվ հաջորդ տարի որպես տուրիստ են գալիս, կամ հաջորդ տարի որպես գործարար են գալիս, կամ հաջորդ տարի պարզապես մի քանի օրով անցկացնող են գալիս։ Դրա մասին պետք է մտածել, բայց հավատացնում եմ ձեզ, համար առաջի խնդիրը ինչ ուզում եք ասեք, չլուծված հակամարտությունն է, որտեվ մի հատ մեկնաբանություն կարդացի, ինձ շատ ասեմ մոտ անձնավորություն է, նաև հայտնի անձնավորություն, տնտեսագետ, փորձում էր Հայաստանին համեմատել Կիպրոսի եւ Իսրայելի հետ։ Այսինքն ես նկատում եմ այնտեղ հակամարտություններ կան, ոնց եղավ որ հակամարտությունների վիճակները։ Չէ, տեսեք ինչ կար։ Երկու երկրում էր զուտ տնտեսական առումով, տնտեսական նկատառումներից ելնելով կածով։ Մի մոռացեք։ Եվ դա մեծ առավելություն է բոլոր հնարավորությունները օգտագործելու եւ պատերազմական այդ ցաներ վիճակում որպես ճանապարհ, որպես հնարավորություն եւ տնտեսական ճանապարհում որպես հենց նավահանգիստ եւ այլ։ Այսինքն ես չեմ անդրադառնում քաղաքական կողմին, որը ընդունում եմ։ Այսինքն եւ Կիպրոսը եւ Իսրայելը ժողովրդավարական երկրներ են կայացած։ Դա դրանց մեծ առ, ես չեմ ուզում, դա անհերքելի փաստ է։ Բայց տնտեսական մասով բոլոր դեպքերում, եթե իրենք այդ հնարավորությունը չունենային, այսինքն եթե իրենք մեկուսացվածներ են ինչպես մենք, հավատացեք, որ իրենք այս տնտեսական հաջողությունները չէին կարող ունենալ։ Այսինքն եկեք ռեալ գնահատենք եւ քաղաքական եւ տնտեսական ասպեկտները գնահատենք եւ առաջնահերթությունը որոշենք։ Ի վերջո մենք հնարավորություն ունենք տնտեսություն ունենալ այս քաղաքական եւ աշխարհակաղակական եւ հատկապես տարածաշրջանային վիճակում եւ կարողանանք ասենք 25 տարի հետո որի նորից եմ կրկնում չարժի դրան անդրադառնա, բայց ասենք 4 անգամ ավելացնենք համախառն ներքին արդյունք։ Ամփոփելով մեր զրույցը, պարոն Խաչատրյան, արդեն առաջիկայում ակնկալում ենք նոր կառավարություն եւ նոր ծրագրեր, թերևս ինչ ակնկալիքներ դուք ունեք։ Չէ, որևէ ակնկալիք չկա, սպասելիքը չի կարող լինել։ Այսքանից հետո, հա։ Չէ, գիտեք ինչ կա, ինչպես է այդ կառավարությունը ընտրվել։ Դա ժողովրդի կառավարություն չի, իշխանություն չի, ինչպես է, ինչքան էլ ուզում են ասեն, որ գումարը բաժանվել, մարդիկ վերցել են, բայց վստահություն, հավատ այդ իշխանության նկատմամբ չկա, այս կառավարության նկատմամբ չկա։ Այն ինչի մասին որ խոսում էին դեռևս նոյեմբերին, որ առաջին հերթին ամենամեծ խնդիրը հենց նա է, որ պետք է վերականգնել վստահությունը կամ հավատը, դա չի կարող լինել, որովհետև այն ձևով, երբ որ մի օրվա մեջ 11000-ից ավելի մարդ դառնում է հանրապետական գազի աշխատողներ, հետո պարզվում է էլեկտրիկներն են բոլորը կարդացել Նժդեհի նոր տեսությունն են ուսումնասիրել եւ բոլորը այնպես միանգամից պայծառացել ուղիղները որոշել են հերթ կանգնել գալ դառնալ հանրապետականի անդամ, այդ մարդիկ երբևիցե չեն հավատա։ Այդ ձևով կուսակցական դարձած մարդիկ երբևիցե չեն հավատա, որ այդ կուսակցությունը ուզում է խնդիր լուծի։ Նրանք դարձել են կուսակցական պարտադրանքի կամ ինչ-որ կոնյունկտուրան էլի կարելի է հասկանալ, ձգտում ես, բայց երբ որ պարտադրանք է լինում, դա հակառակն է։ Այնպես որ գործող իշխանությունը, որը կձևավորի նաև կառավարություն, որևիցե ձևով չի տարբերվի նախորդներից, որովհետև այդ ամբողջ գաղափարախոսությունը մեկն է։ Ոչ թե պայմաններ ստեղծել տնտեսության կամ երկրի զարգացման, այլ պայմաններ ստեղծել մի խումբ մարդկանց իրենց համակիրներին լավ ապրելու։ Միգուցե այն որ լավ լինելու տարբերակը որ ասում են, հետո պատասխան կար, հա, ձեր համար, հա, բայց մեր համար ոնց է։ Խորհրդային տարիներին այդպիսի մի հատ անեկդոտ կար։ Շնորհակալություն զրույցի համար, մի քիչ հոռետեսական վերջաբանով։ Չէ, հոռետեսական չի, կներեք, այդ բառը մի օգտագործեք։ Սա իրատեսական է, որովհետև ես հոռետես մարդ չեմ, ես եւ այսօրն եմ նայում եւ փորձում եմ վաղը տեսնել եւ ավելի հեռուներ եմ տեսնում եւ հավատացեք, այս թվերը ես պատահական չէ 2007 թվականից հետո բերեցի, ապացույց է նրա, որ ուղղակի մարդկանց պետք չի թյուրիմացության մեջ գցել, ասեք իրականությունը որն է։ Ուստանք մի օր մենք կիմանանք այդ իրականությունը հենց պետական պաշտոնյաների։ Բայց ուշ կլինի, վախենում ենք, շատ ուշ կլինի, տեսեք կրթական համակարգի խնդիրների մասին խոսում եք։ Դա առաջին կարծում եմ կամ առաջինը չի, բայց ամենամեծ անհանգստացնող առաջինը արտագաղթն էր։ Երկրորդ դրա հետևանքը սա է։ Եվ գիտեք ինչ կա, բոլորը գիտեն, որ այսպես է լինելու։ Բոլորը գիտեն, որ դպրոցներում այս խնդիրը կա, բայց քանի որ այդ ուսուցիչները պետք է ընտրակեղծարարությամբ զբաղվեն, այդ դպրոցները պետք է ցուցակ հավաքեն, այդ դպրոցները ընտրական տեղամասեր էր, ինչ որ մի ձևով հիմա տեսեք, բրծավ, ես կարծում եմ շատ տեղին է, ժամանակին է, թող բոլորը իմանան, որ նույնը մնացած բոլոր բնակավարներում է։ Մենք չունենք քաղաքացի այստեղ ռեալ 2.200.000-ից ավելի Հայաստանի Հանրապետությունը չունի քաղաքացի։ Իսկ այդ քաղաքացի եթե չկա, իր կողմից ներկայացող պահանջարկեր չկա, ոչ կրթության, ոչ առողջապահության, ոչ մշակույթի, ոչ մնացած բոլոր բնակավարների։
Կարևորը մարդն է։ Ի վերջո բոլոր երկրների կռիվն ինչա, որ իրանց երկրում իրանց քաղաքացիները ապրեն ու մեծանան թվով։ Մենք հակառակն ենք անում։ Շնորհակալություն զրույցի համար, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ զրույցում էի տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ։